լավ, այդպես հողացի ավելի։ Ռապորտ միացել, հա։ 1 վայրկյան կստացել։ Բան Պտրև, Տիկիտոնոյան, այս պահին ինչ ասելիք ունեք։ Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն ժամեր շարունակ ամփոփում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ բնականաբար մենք ունենք մեր վերապահումները իրենց արձանագրությունների հետ կապված, սակայն ամենամեծ վերապահումը նաեւ քաղաքական տարբեր ուժերի, ընդդիմադիր ուժերի մեր գործընկերների կողմից առաջ քաշված վերապահումը առնչվում է 3 ընտրատեղամասերում ընտրողների քվեարկությունը անվավեր ճանաչելու հարցին, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա։ Այս դեպքում բնականաբար հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնը իջեցնելով, դողդոջուն ձայնով այս հատվածը փորձի այնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է օգտագործում, բոլորին էլ հասկանալի է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը արվել է միտումնավոր, հետևողականորեն, որպեսզի պարզապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում։ Մենք դրա հետ կապված մեր վերապահումները հնչեցրել ենք նաև ընդդիմադիր մյուս գործընկերների հետ միասին ու ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ուղղել ենք հետևյալ հարցը. արդյոք իրենք իրապես այդպես են կարծում եւ եթե այդպես են կարծում, որ 3000-ից ավել մեր հայրենակիցների քվեարկությունը, որի արդյունքում 58000-ից ավել վստահության քվե ու ձայն ստացած ուժը չի հայտնվում խորհրդարանում, ուրիշ էլ ինչ կարող է լինել էական ազդեցություն ընտրությունների արդյունքի եւ ելքի վրա։ Եվ խոսքը այստեղ ընդհանրապես Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանում հայտնվելու մասին չէ։ Սա մեկ կուսակցության շահի համար մղվող պայքար չէ։ Սա իրականում արդարության համար մղվող պայքար է, որի համար համախմբվել են նաև այստեղ գտնվող այս հազարավոր մարդիկ։ Ես ցավ եմ ապրում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը, իդեպ դահլիճում շատ լավ լսվում են ամոթ բանկարկումները, կարող եք եւս մի անգամ այդ ողջույնը ուղղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, ապրելու է այդ խարանով, եթե այժմ չկայացնեն որոշում, որ այս տեղամասերում պետք է անցկացվի վերաքվեարկություն, որովհետև առաջին հերթին ոտնահարվել է մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը, որի արդյունքում խախտվում է նաև ազգային ժողովի կազմման համամասնությունը։ Նիստը դեռ ընթացքի մեջ է, բավականին երկար շարունակվելու է, բնականաբար բազմաթիվ վերապահումներ ունենք, այդ թվում նաև ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ հարցը, բայց նիստը հիմա ընթացքի մեջ է։ Իրականում ես իրոք շատ մեծ ցավ եմ ապրում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը նաև բոլոր հարկատուների հաշվին է սնվում եւ գոյատևում, սա 20 տարիների իմ կենսագրության մեջ, աշխատանքային պրակտիկայի մեջ ամենախայտառակ ընտրություններն էին, որոնք ես երբևէ տեսել եմ, որ կազմակերպվել են։ Այն փնթիությամբ, այն անկազմակերպվածությամբ, այն մաթեմատիկական անհավասարակշռությամբ, որով որ իրականացվել են այս ընտրությունները, հուսամ լսում եք, պարոն Հովակիմյան, եւ միջազգային տարբեր կառույցների կողմից տրված գնահատականներով եւ դիտորդների գնահատականներով իրականում բազմաթիվ են չարաշահումներն ու խախտումները, որոնք որ եղել են այս ամբողջ գործընթացում։ Բնականաբար իրավական ճանապարհով մենք գնալու ենք, իմ գործընկերը հիմա իրավական նյուանսներին ու մանրամասներին կանդրադառնա, բայց ուզում եմ ընդամենը մեկ բան ասել։ Մանդատ գողանալ չի ստացվելու, ձայներ գողանալ չի ստացվելու, ժողովուրդը սա ձեզ չի ներելու։